խավար, լույս պիտի գա, Տերն է երկիր այցելում, և բացվում է արշալույսը հայի տանջված սրտերում, ամբողջ փառքով նա պիտի գա, լույսով ծածկի խավարին, հաղթանակը որ նա տարավ, պետք է նորեն հաստատվի, պիտի ծնկեն ազգերն բոլոր, գարան առ չէ որ այդ, պիտի բացվի կնիքը փակ, և դա տեսնի ամեն մարդ, երկիր պիտի իշնի, մեր արքան էլ առջևից, պիտի բերի իր բանակը, մաքրի երկին չարիքից, հրեշտակներն պիտ նվագեն, արարչություն կցնցա, և մեր տիրոջ փառք ներկային հայի սրտում կշողա։ Ամեն։ Եփեսացիների 5-րդ գլխում ասում է. Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծո բարդությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն դրանց հաղորդակից մի եղեք, քանի որ թեպետ մի ժամանակ խավար եք, իսկ հիմա լույս եք Տիրոջով։ Լույսի որդիների պես ընթացեք, որովհետև հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։ Փորձեք այն, ինչ Տիրոջը հաճելի է, և խավարի անպտուղ գործերին մասնակից մի եղեք, ավելին քննեք դրանք, որովհետև նրանց մեջ ստացուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ Տերը օգնի ձեզ, վերջում ուզում էի ասել, որ մեր երիտասարդները պատրաստել են մի փոքրիկ բեմադրություն, հուսով եմ դուք կգածես և Տիրոջով միտեք և օգնվեք։ Ուղևորներին, որոնք մեկնում են դեպի հավիտենական կյանք։ Սա վերջին կանչն է։ Խնդրում ենք մոտենալ երգ թիվ 7-ին։ Սիրելի ուղևորներ, ձեզ հետ կապի մեջ է կապիտան Էմիլ Ամիրջանյանը, բարի գալուստ մեր օդանավ, դեպի հավիտենական կյանք։ Ամբողջ ասնակազմի ցանկությունն է, որ դուք հաճելի թռիչք ունենաք։ Շուտով առաջին օդաչու Դավիթ Մեխիկյանը ձեզ կտա լրատվիչ հրամաններ։ Սիրելի ուղևորներ, իմ անունը Դավիթ Մեխիկյանը։ Տեղեկացնում եմ, որ այս թռիչքը ունի միայն մեկ ուղի՝ Հիսուս։ Նա է միակ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Մենք կանցնենք որոշ թափահարումներով տարածքներ, բայց եղեք քաջալերված, որովհետև Հիսուսը արդեն ախտեր է աշխարհին։ Հարգելի ուղևորներ, իմ անունն է Համլետ Ռուստոմյան։ Ես եմ ուղեցորդական ազնագազմի պատասխանատուն։ Այժմ կծանոթացնեմ ձեզ մեր ինքնաթիռի անվտանգության կանոններին։ Նախ ամրացրեք ձեր անվտանգության հոտին, թռիչքի և վայրեջքի ժամանակ։ Հիշեք ձեր բացասական մտքերը պահել թռիչքային ռեժիմում, ողջ ճանապարհին։ Ձեր նստատեղի առջև գտնվում է Աստվածաշունչը, որտեղ գրված են բոլոր հրահանգները ձեր անվտանգության համար։ Թափահարումների դեպքում մի մոռացեք բացել Աստվածաշունչը։ Սաղմոս 91-ում հազարները կընկնեն կողքիդ, 10,000-ը աչքիդ, բայց մեկ տաթիռը չի ընկնի։ Աստվածաշունչը ձեր թթվածնային դիմակն է։ Մի մոռացեք կիսվել ճշմարտությամբ, նրանց հետ, ովքեր դեռ չեն ճանաչում այն։ Ձեր նստատեղի տակ գտնվում են փրկարարական պաշտոնները, որոնք խեցված են Աստծո սիրով, թշնամու հարձակման դեպքում։ Մեր ինքնաթիռը ունի 6 արտակարգ ելք, երկուսը առջևում հավատ և սեր,
երկուսը կենտրոնում հեզություն և բարություն, և երկուսը հետևում, համբերություն և ժուշկանություն։ Արտակարգ լույսերը ձեզ կուղեկցեն դեպի միակ և Քրիստոս Հիսուս։ Բարի թռիչք ձեզ, մի թողեք ձեր տեղերը և եղեք հավատալի մինչև վերջ։ Հարգելի ուղևորներ, մենք մոտենում ենք մեր նպատակակետին։ Պայմանները լիովին բարեպաստ են։ Մեզ սպասում է կյանք առանց տխրության, առանց արտասուքի, առանց աղքատության և առանց անեծքների։ Հիշեք, որ դուք չեք կարող մուտք գործել հավիտենական կյանք, եթե չփոխեք ձեր քաղաքացիությունը։ Այսօր դուք ունեք հնարավորություն դանելու։ Մի թողեք այս ինքնաթիռը առանց ընդունելու Հիսուսին ձեր սրտով։ Մի մոռացեք, որ այս ինքնաթիռում գտնվելու ընթացքում ձեր առաքելությունն է փրկել հոգիներ և պատրաստել աշակերտներ։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Սիրելի ուղևորներ, խնդրում եմ ձեր ուշադրությունը վայրեջքից առաջ շատ կարևոր տեղեկություն հաղորդելու համար։ Մեզ տեղեկացրել են, որ ձեր ողջ ուղևերը մնացել է երկրի վրա, հարստությունները, տները, մեքենաները և փողերը։ Ուստի երբ հասնենք մեր նպատակակետին, այլևս չեք ունենա ձեր ճամպրուկները վերցնելու կարիք։ Դուք երկինք կտանեք միայն այն հոգիները, որոնք փրկել եք այս կյանքում։